Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Հայ-Աղափական դաշնակցության անդամ Արթուր Խաչատրյանին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, իմ հրավերը ընդունելու համար։ Սիրով, միշտ հաճելի է։ Վաղուց չենք հանդիպել, շնորհակալ եմ ես էլ։ Եվ այսպես, պարոն Խաչատրյան, քանի որ դուք բավականին ակտիվ ազգային ժողովի աշխատանքների մասնակցում եք, հատկապես տնտեսական, սոցիալական հարցերի առումով, չնայած չեմ թերագնահատում նաև մյուս ոլորտները, սակայն պետք է ասեմ, որ մենք չենք կարող խուսափել զուտ միայն ասել, սա տնտեսական է, սա անվտանգային է, սա քաղաքական է, մենք ընթացքում նաև կանդրադառնանք այլ հարցերի, սակայն քանի որ 2025 թվականը մոտենում է իր ավարտին եւ արդեն մենք ունենք առաջին արդյունքները կառավարության հնգամյա ծրագրի մասով, որտեղ դա կավարտվի մի քանի ամիս անց, ուրեմն մայիս-հունիս ամիսներին, երբ որ արդեն նոր ընտրություններ տեղի կունենան հերթական, ես կխնդրեի առաջինը մենք քննարկենք Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի կատարման արդյունքները, մոտավոր, ինչ է հաջողվել կատարել ստանձնած պարտավորությունների ձևաչափում եւ ինչը չի հաջողվել կամ ինչ շեշտադրումներ դուք կանեք, խնդրեմ։ Շատ լավ, շատ ճիշտ տեղից եք բռնել։ Վերջի կառավարության ամբողջ գործունեությունը պետք է միտված լինի ծրագրի կատարմանը։ Եթե կառավարությունը չի կատարում իր ծրագիրը, կառավարությունը կորցնում է իր լեգիտիմությունը։ Եվ եթե նայեն կառավարության հիմնական նպատակները, որը իրենք հանրահռչակել էին, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության Արցախի, արտաքին քաղաքական շեշտադրումները, իրենք ոչ միայն դա չեն կատարել, այլ նաև լրիվ ուրիշ բան են անում։ Եվ հիմա էլ վեր են կենում, ասում են ինչ որ հանրահռչակել են, ինչ որ ասել էինք, սխալ էր, կործանարար էր։ Մասնավորապես Արցախի արցախետապնդում, անջատում հանուն փրկության բանաձևով Արցախի ճանաչում օրինակ։ Եթե դու քո ծրագիրը ասում ես, որ սխալ է, նշանակում դու պետք է հրաժարական տաս եւ մնացած քաղաքական ուժերը նոր ստեղծված իրավիճակին հարիր ներկայացնեն իրենց մոտեցումները։ Այնպես որ այս կառավարությունը երևի 23 թվականի սեպտեմբերից հետո, երբ իրենց աչքի առաջ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի հանրապետությունը եւ էթնիկ զտման ենթարկեց արցախայությանը, իրանք պետքա տղամարդկություն ունենային եւ հրաժարվեին, որտեղ ասում ենք դուք sense բան եք ասել, հիմա sense բան եք ասում, ասում են իրավիճակ է փոխվել։ Վաղ Խաչատրյան, տեսեք, եկեք հիմա նայենք մեկ այլ տեսանկյունից, դրանք փաստեր են, որոնք բնականաբար չի կարելի շղթել, բայց հիմա տեսեք, բայց այն ինչ որ դուք ասում եք դա չեղավ եւ չի լինում եւ նույնիսկ արտահերթի այսպես չառաջացավ այսպես մտայնություն որ կան, հանգիստ նրանք գնում են հերթական ընտրությունների, իսկ նշանակում է, որ ես ինչից ուզում եմ շեշտադրում անենք նաև ընդդիմադիր խմբակցությունների գործունեության արդյունավետության առումով, շեշտադրում անելով նրան, թե իսկ արդյոք պայման կա ընդդիմադիր խմբակցությունների համար լիարժեք իրենց այսպես այն ինչի համար իրենք կոչված են տեղում անելու գնահատական տալը մի բան է, մեկ բան է հասնել կոնկրետ արդյունքի։ Այս մի քիչ անկեղծ խոսենք, ընդդիմադիր падգամավորների հետ կապված կա պայման, որ այն ինչ որ պարլամենտական երկրում, օրինակ գործիքներ կան, չգիտեմ, այնտեղ ինչ որ լսումներ կազմակերպելու, քննիչ հանձնաժողովներ ձևավորելու օրենքի ուժով, չէ՞ որ 1/3, 2/3 հետ հարաբերակցությամբ ինչ որ այդպես է կա։ Հիմա կա թե չկա, թե ազգային ժողովի կանոնակարգ օրենքում պետք է ինչ որ փոփոխություն անել, որպեսզի ընդդիմադիր գործունեությունը լինի գոնե մասամբ արդյունավետ։ Մի քիչ դժվար հարց է, բայց չէ, ուզում տեսնեմ որտեղից մոտենամ։ Այսօր ազգային ժողովը Հայաստանի ամենացածր հեղինակություն վայելող կառույցն է։ Կամ կարող է իրանից ներքև էլի ինչ որ մի բան լինի, չգիտեմ։ Ամենամեծ հեղինակություն վայելում է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որը ղեկավարում է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս եւ ծայրագույն պատրիարք։ Խորհրդարանը, որը ղեկավարում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, կրկնում եմ, ամենացածր վարկանիշ ունեցող կառույցն է։ Եվ այդպես էլ պետք է լինի, որովհետև իշխող մեծամասնությունը չի գիտակցում, որ իրենց նպատակը
խորհրդարանի բնականon գործունեություն ապահովելն է։ Այլ ոչ թե չարաշահել միկրոֆոնը, տեղի անտեղի ռեպլիկներ անել եւ չարաշահել վարողի իրենց իրավունքը։ Եվ չարաշահել իրենց մեծամասնությունը եւ ընդդիմության օրինակ զրկել իրենց օրենքով նախատեսված իրավունքներից, մասնավորապես օրինակ քվեարկությամբ պաշտոնազրկել ազգային ժողովի փոխնախագահին, իմանալով, որ 4-րդ փոխնախագահի պարտականությունը ընդդիմությանն է վերապահված։ 3-րդ փոխնախագահի։ 3-րդ փոխնախագահ։ Ես էլ եմ եղել փոխնախագահ։ 3-րդ փոխնախագահ, լավ, այնտեղ 4-ից 4 նախագահողներից մեկը պետք է լիներ կամ նույնը վերաբերում է ազնաժողովի անդամներին։ Այստեղ մենք տեսնում ենք, որ իրանք դա չարաշահում են եւ այս քննարկումները, որը դուք տեսնում եք, ցավոք սրտի ինչև իդեպ սпасել էր, որովհետև երկրում ստեղծված իրավիճակը բնականon չի եւ այն ատելության մթնոլորտը, որը ստեղծվել է սիրո եւ հանդուրժողական հեղափոխությունից հետո, իհարկե միանգամից արտացոլվում է խորհրդանի գործունեության վրա։ Բայց ընդդիմությունը, խորհրդանական ընդդիմությունը, մեր ֆրակցիայի մասին ասեմ, մենք տեսնում եք, որ թե ներկայացուցչական գործառույթներն են շատ ինտենսիվ իրականացնում հանդիպումներ ընտրողների հետ, թե վերահսկողական գործառույթները, բայց այն մյուս կողմից մենք չենք տեսնում նմանատիպ։ Ես կարող եմ բերել ցույց տալ հարցումներին այն պատասխանները, որը մենք ստացել ենք։ Երեք առավոտյան մեր Գրիգորյանից հարցում եմ ստացել։ Լավ ամոթ է էլի։ Այսինքն բանը նրան է ասել, որ մենք դատի ենք տվել արտգործնախարարությանը, որովհետև սխախտել է մեր համանդրական իրավունքները եւ խոչընդոտում ազգային ժողովի պատգամավորներին իրականացնել վերահսկողական իրենց գործառույթը։ Հա, հենց ես ներողություն մտաբերեք շարունակեք, պարոն Խաչատրյան, տեսեք։ Այո, ազգային ժողովի պատգամավորի երկու ուղղություն կա գործնեության, որը կոչված է հենց պատգամավոր, անկախ նրանից թե որտեղ։ Երրորդն է կա իր օրինակ ստեղծ, որ դա մասին չխոսեցինք, որովհետեւ մեր օրենսդրական նախաձեռնությունները սպանվում էին հենց հանձնաժողովների մակարդակին։ Հենց ես դա եմ ասում։ Այսինքն եթե դու խնդիր ունես, լավ, թող դա գա լիագումար նիստ, լիագումար նիստին այդ հարցերը քննարկել։ Շատ բարի, ես դա եմ ասում, քանի որ ինքս էլ լինելով 10 տարի падգամավոր, տեսեք, օրինաստեղծ աշխատանք, այսինքն օրենսդրական նախաձեռնություններ եւ վերահսկողական գործառույթներ։ Նաեւ ներկայացուցչական։ Ներկայացուցչական, այդ ավելի։ Հիմա տեսեք, հիմա անդրադառնանք, այսինքն հիմա եթե սա 5 տարին լրանում է եւ անկախ նրանից թե որ խմբակցության անդամ են падգամավորները, ի վերջո մի փոքրիկ կամ падգամավորը առանձին ինքը իր մեջ եւ կամ էլ հանրության ներկայացնելու համար պետք է ասի կամ խմբակցությունը, որտեղ խմբակցությունն էլ իրավունք ունի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, ուրեմն քանի օրենք է հաջողվել օրինակ անցկացնել եւ ինչ բնույթի։ Սա մեկ, որ կուզենայի իմանալ, Այսա մոտենում է 5 տարին կամ 4.5 տարվա կտրվածքով, այ 1, 2, 3, 4 այս օրենքները եւ որոնք են տորպեդահարվել, ասինքն օրինակ ինքս էլ տեսեք շատ բարդ է, երբ որ սկսում ես այդ գործնեությունը, բայց ակնհայտ բաներ կան, որ պարոն Խաչատրյան, կարծում եմ, որ անկախ նրանից դա ընդդիմադիր падգամավոր է թե ոչ, ի վերջո մարդկանց հետ sense նստում քննարկում ես ուղիղ նայելով աչքերի մեջ, ակնհայտ པարզ, եթե մի բան պետությանը օգտակար է ժողովրդին, այսինքն անկախ նրանից ինչա պետք է մերժվի դա։ Դե դուք խոսում եք նորմալ բնականon գործնեության մասին։ Հասկանում եք, ոչ բնականon գործնեության պայմաններում ակնկալել նման մի բան շատ դժվար է։ Քաղաքական բոլոր նախաձեռնությունները տապալվել են, բոլոր։ Իսկ տնտեսական բնույթի Տնտեսական, սոցիալական բնույթի նախաձեռնությունները տապալվել են։ Հաջողվել է մի քանի փոփոխություն կրթամշակութային բնագավառում եւ նաեւ մի փոփոխություն էլ վերաբերում է դրոշի մասին օրինակ, բայց քանի որ քաղաքական ուղղվածության, տնտեսական, սոցիալական ուղղվածության օրենքները, նախաձեռնությունները, հայտարարությունները բոլորը տորպեդահարվել են, հասկանալի։ ակնհայտ է, չէ՞ որ օրենք ես մշակում, գրում ես, ստուգում ես, քննարկում ես, գալիս ես, սենց վերջ, ինչի, դե հիմա պատգամավոր է, իր խղճով առաջնորդում, ասում է չէ։ Եվ դրա համար ակնկալել, որ կլիներ նորմալ գործունեություն շատ դժվար է։ Հասկանալի, այսինքն այս միջավայրը, որ իրանք ստեղծել են, ինքը ուղղակի արտապատկական։ Այսինքն մթնոլորտը չի խթանում, չի մոտիվացնում ակտիվ օրենսդրական։ Շատ բարի, շատ բարի։ Հիմա անցնենք տնտեսական բլոկի մեր հարցերին։ Շատ լավ։ Տնտեսության ձեր հարցին ի պատասխան անդրադառնամ դրան։ Այո։
հնգամյա ծրագրով եւ նաեւ բյուջետային ուղերձներով, չէ՞ որտեղ իրանք կապած են Այո, բյուջեով, դու իհարկե, պետք է ծրագիր միասնական են, այո։ այո։ Ահա։ Կառավարությունն ինչ էր առաջարկում։ Առաջարկում էր բարձր տեխնոլոգիական բարդ տնտեսություն։ Չէ՞։ Հիմա նայենք մեր 25 թվականի առաջի 3 երամսյակի հնաներական։ Եվ որ բնագավառներն են ապահովել մեր տնտեսական աճը։ Շինարարություն, որը արտանելի ճյուղ չէ, որը շատ մեծ ռիսկ է իրենից ենթադրում, որովհետև մենք տեսնում ենք շինարարությունը չի ենթադրում, նկատեմ ենք փուչիկը, որը փչվում է, տեսնում ենք դա, անշարժ գույքի հետ գործառնություններ, ֆինանսական սեկտոր, որի մի ամենամեծ հատվածը, ամենամեծից հիպոթեք եւ սպառողական վարկ է, սպառողականը մի վարքան անկում թողենք, որտեղ ինքը շատ ծանր թեմա է, շատ ռիսկային։ Այսքան հիպոթեկային վարկերն են։ Ինչ ենք տեսնում, այսքան էժը փող էժանացնում են, մարդիկ ընկնում են այդ ծուղակի մեջ, առանց շատ ճիշտ հասկանալու ինչ է տեղի ունենում։ Երբ պահանջարկը մեծանում է այդ վերադարձի օրենքով, դա բերում է շինարարության աճի, գործառույթներ եւ այլն, այսքան այդ շղթա, եթե մի օղակի այդ աստված չանի մի բան տեղի ունենա, ամբողջ պարալիզացվում է։ Մյուս ճյուղը, որը ունենք, առևտուր, մեքենաների եւ մոտոցիկլետների վերանորոգում։ Այսքան ինչ եղավ բարձր տեխնոլոգիական տնտեսությունը, բարդ տնտեսությունը, գիտելիքահեն տնտեսությունը, դզող փչող տնտեսությունը գիտելիքահեն չի։ Չնայած պետք է ընդունենք, որ դզող փչողների մեծամասնությունը իրենց բնագավառում շատ ավելի պրոֆեսիոնալ են, քան թե նրանք, ովքեր նստած են կառավարությունը։ Մյուսը խոստացել էին ուրեմն բարենպաստ տնտեսական պայմաններում 9% աճ տարեկան, այլապես 7% աճ։ Այսինքն մենք այս իրանց անցած 5 տարվա 2.5 տարին ունեցել ենք խիստ բարենպաստ տնտեսական պայմաններ, արտածին գործոններ։ Այո, վերարտահանում եւ այո։ Այսինքն պետք է լիներ առնվազն 8%, բարձ մաթեմատիկան դա է ասում, բայց մենք ինչ ունենք, բավականին մեծ տնտեսական աճ 22 թվականին 12.6%, բացառապես պայմանավորված ռուսական սանկցիաներով, այն էլ 12.6-ը, որովհետև 20 թվականին մենք ունեցել ենք էական անկում, 2021 թվականին դեռ չէինք վերականգնվել։ Ասենք բազան ցածր էր, էլի դրա հիմա։ Բայց քանի որ լենց խոսենք, որ հասկանանք, ցածր բազայի վրա է այդ 12.6-ը։ Հիմա մենք չենք էլ հասնում դրան։ Հասկանալի։ Չեմ էլ խոսում կառուցվածքի մասին։ Պարոն Խաչատրյան, տեսեք կառուցվածքը ասեցիք շատ կարևոր է, ասինքն ես էլ եմ դա վերլուծել ուսումնասիրել, տեսեք, մեր համախառն ներքին արդյունքը 24 թվականի տվյալներով ամփոփիչ 10.103 տրիլիոն դրամ։ Այս 10.103 տրիլիոնի մեջ ես տոկոսներով ասեմ, ուրեմն մոտ 45-46% ծառայություններ, 14% առևտուր, ուրեմն 14.5% արդյունաբերություն, ուրեմն 8.1% ուրեմն գյուղատնտեսություն եւ 7.9% շինարարություն։ Ուրեմն տեսեք, հիմա մի հատ այդ թվերը sense բանանելով մի հատ նայենք հասկանանք, ասինքն տնտեսության իրական հատվածը, արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, ընդհանրապես կազմա 30%։ Արտահանելի ճյուղերը չեն շատ ողբալի վիճակում են գտնվում։ Հիմա 25 թիվ, 24 թիվ նայենք, նա 25 թիվը բարեբախտաբար բնակլիմայական պայմանները լավ են եղել եւ վերամշակող արդյունաբերությունը շատ պոմիդոր աճ եղել, շատ մածուկ են արտադրել։ Բայց եթե հետ գնանք, մենք տեսնում ենք, որ արդյունաբերությունը ամբողջ իրար հետ ինքը ավելի դանդաղ է աճել, քան թե տնտեսությունը։ Այո, Հիմա իրանք ակնկալում են, որ 26 թվականին տնտեսությունն աճելու է 5.4%-ով, արդյունաբերությունն աճելու է 6.8%-ով։ Ես ֆինանսների նախարարին, պարզ, այսպես նայելով իրան, ասում եմ, այդ ինչի հաշվին, ասեք լոկոմոտիվ ձեռնարկությունը որն է լինելու, դե ինքը գիտի, որ ես կարդացել եմ, որ այդ հարցը տալիս եմ, չէ՞։ Ամուլ սարը։ Այսինքն այս մարդիկ, ովքեր ասում էին կանաչ տնտեսություն, կայուն տնտեսություն,
Արդյունաբերական աճը պայմանավորում են փոս փորել հանք փորելով։ Հակառակը միտք էին եղել, որ դրա հաշնա պետք է իջնի վերամշակող արդյունաբերությունը։ Եվ զարմանալին այն է, որ այդ քաղաքական ուժը, որ այսօր իշխանության է, չէ, իրանք հկայական արմատներ ունի, այսինքն ուժերից մի արմատներից մեկը հկայական է, որ հանգծված բնապահպանական է եղել։ Հիմա այդ բնապահպանները հեչ ասելու բան չունեն։ Այդ հարցադրումները, որ դուք անում եք, ինչ են պատասխանում։ Նույն ֆինանսների նախարարը։ Դե ես ինձ թվում է, որ գնամ չինական ռեստորանում չինացի խոհարարին այդ հարցը տամ, ինքը նույն ձևի կպատասխանի, ինչ ասում են։ Իրանք ասում են մենք ենք, այս մեր ծրագիրն է, կատարել ենք, մեզ դատողը դուք չեք, մեզ դատողը ժողովուրդն է, այսա 26 թվականին կտեսնենք։ Դե ինչ ուզում են կարել են կտեսնենք 26 թվականին։ Հիմա ես որ ժողովուրդը կդատի կտեսնենք այդ առումով հնգամյա կառավարության ծրագրից խոսեցի, ես վերջի իմ հաղորդումներում այդ շեշտադրումը անում եմ, բայց ոչինչ որ կրկնություն չի դա, մի քիչ ուրիշ ռակուրսով քննարկենք, տեսեք։ Հնգամյա ծրագրով նախատեսված է որ աղքատությունը կիսով չափ պետք է կրճատվի։ Չի եղել այդպես բան։ Ծրագրում եղել է իրականությունը չէ։ Մի անգամ ծրագրում կա, անունը կա, համանում չկա։ Ուրեմն 1.5% է, 1.4% է կրճատվել, ասինքն եղել է 24.7%, հիմա 23.6 է։ Ասինքն այս մեկ, ասինքն մոտ 700,000 մարդ ամեն 4-րդը աղքատ է, պաշտոնական, սա մեկ։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ մեծ գումարներ են ուրեմն դրվել, տարեկան, եթե չեմ սխալվում, 500 կիլոմետր ճանապարհ, ուրեմն դպրոցներ, մանկապարտեզներ, չնայած ուրիշ մոտեցումներ կա ուրիշ գործիչների կողմից, օրինակ Մեսրոպ Առաքելյանը այլ թվերաբերում այդ դպրոց մանկապարտեզների կառուցման առումով ավելի նվազ թվեր, չէ, ես այդ չեմ հիմա քննարկում, ես նայում եմ, պարոն Խաչատրյան, ասենք եկավ 26 թվի հերթական ընտրությունը, ընտրողը ուզում է համեմատ է, ասենք, ընդունենք գյուղաբնակ մեր համակարգացին։ Այ մեր մոտ չկար դպրոց կամ մանկապարտեզ, նոր դպրոց մանկապարտեզ կա, աղքատությունն էլ չնայած չի կրճատվել, բայց դա կարողա չի նկատում այդքան, չէ, ասենք ընդունենք թոշակը պետք է 10-15,000 դրամ բարձրացներ։ Ենթադրաբար մտովի ես նայում եմ իշխանության աչքերով։ Այդ 10-15,000 դրամին գնաճը ուտելու էր ընդունենք, իսկ այդ դպրոց մանկապարտեզը ինքը տեսնում է։ Հիմա ընտրողը այդ ձեր տեսակետից այս երկուսը չնայած ես հակված եմ նրան, որ եթե ընտանիքում կա ասենք թե 4 կամ 5 երեխա կամ 3 երեխա, բոլոր ուղղություններով դու չես կարա մեկին առաջնահերթություն տաս մի երեխային, մյուսներին ասես քոնը հələ չեմ կարող լուծել։ Այսինքն այդ երկու նժարի վրա դրած հարցերը պետությունը պետքա զուգահեռ լուծեր։ Հիմա ընտրողի աչքերով էլի եկեք մենք ինչ ենք ասում։ Մենք կարող ենք ունենանք մեր հստակ կարծիք։ Ընտրողը դու ինչ գնահատական է տալու այս process-ին։ Շատ լավ, դե նայենք ընտրողը ինչ գնահատական է տվել։ Գյումրիում պարտվեցին, Կապանում պարտվեցին, Բերդում պարտվեցին, Փարաքարում պարտվեցին, Վարդենիսում պարտվեցին, Վաղարշապատում վերջում աճպարարություն արեցին, գյուղական խոյ համայնքը միացեցին քաղաքային Վաղարշապատ համայնքին եւ ունեցան ընդամենը 21.7% աջակցություն, մեծամասնություն կազմեցին, բայց տեսան, որ այդ համայնքում իրանք ընդամենը 21.7 կամ 21.8% աջակցություն ունեն, այսինքն կեսից քիչ մասնակցություն, կեսից էլ ավելի քիչ ձայն։ Սա է ընտրողները։ Այսինքն դուք կարծում եք, որ 26 թվի համապետական ընտրություններին այդ մտայնությունը, այդ վեկտորը աշխատելու է։ Ես ասում եմ, որ իրանք այսքան իրանց պատրեցին, լավ է, ժողովուրդը մեզ սիրում է եւ այլն, սա է իրականությունը։ Բայց չկան համայնքներ, որտեղ ի դեպ տենց աշխատանք արվել է, ակնառու է։ Նայեք, օրինակ դուք որտեղ գիտեք, որ տենց աշխատանք է տարված։ Հիմա տեսեք, այդ համայնքի հետ կապված, իրանք ինչ են արել, իրանք այդ վարքագծային էկոնոմիկայով են առաջնորդվում, էլի, իրանք ասֆալտապատում են ճանապարհները։ Նոր ճանապարհ չի, մի միլիմետր նոր ճանապարհ չի կառուցվել, այսինքն եղած ճանապարհը վերանորոգվել է, որովհետև եթե հետ գնանք, ասենք 20 տարի առաջ, ռազմավարական նշանակության ճանապարհներ են կառուցվում։ Մեղրից օրինակ երկրորդ ճանապարհը։ Այո։ Կամ Վարդենյաց ներփանցքը, Սելիմի ճանապարհը։ Այսինքն այդ երկու նոր ճանապարհներ, որոնք կենսական նշանակություն են Հայաստանի համար։ Տենց բան չի արվել։ Վերանորոգվել են ճանապարհներ, որոնք մարդուց աչքը տեսնում է, ուտում է աչքը։ Իրանք այդ մասը լավ բռնել են։ Այս դա եմ ասում էլի, այդ դա մարդու աչքը դա տեսնում է։ Հիմա մնացած խնդիրները, տեսեք, երբ խոսում ենք աղքատության մասին,
աղքատություն կա, բացարձակ աղքատություն Հասկանում եւ հարաբերական աղքատություն։ Հիմա այս մարդիկ կոկորդ են ճողում, ասում են 2025 թվականի երրորդ երամսյակում միջին աշխատավարձը կազմելա 300,000 դրամ, 306,000 էր ինչ է։ Հա։ Հիմա սա ինչա նշանակում։ Մարդը sense նսում, ասում է դե միջին աշխատավարձ կեսը էսկոմ, կեսը այնկոմ։ Ես հարցում եմ ուղարկել ՊԵԿ աշխատանքի եւ սոցիալական հարցերի Դա նախարարություն։ եկամտահարկներ ներառյալ այդ։ Չէ, ես գրես պահանջել եմ, որ իրանք զուտ աշխատավարձ ներկայացնեն, ահա։ Հիմա ինչա տեղում, թե եկամտահարկնել մեջ է այլ ավելի վատ, բայց ինչևէ, հələ դեռ դրան չանդրադառնանք։ Ուրեմն մեր աշխատողների 3/4-ը սանից քիչ փող է ստանում։ Ճիշտ է։ Այսինքն 400,000-ը ստանում է մինչև 250,000։ 400,000, այսինքն այո։ մի քիչ ավելի քիչ է։ Չէ, միջև, այսինքն միջև։ Իրական ես խնդրեմ ասեմ։ Առաջինը ՊԵԿ-ը իր գործը արեց, ասեց ախպեր ես գործ չունեմ, քանի մարդ է աշխատում, ես հարկման բազան եմ ասում, այսքան աղբյուրից հարկվել է։ Այսքան ինչ ես ասում, եթե ես միտեղ աշխատում եմ 3 տեղ քաղաքիրավականով դասավանդում եմ, իրանք ինչ 4 են աշում։ Ստացվում է ես ուրեմն առավոտ գիշեր աշխատում եմ, որ իրաց վիճակագրությունը բարելավեմ։ Դրա համար 800,000-ից անց է։ Հենց այդ եմ ուզում ասեմ, ասկան ես տանջում եմ, իրանք վիճակագրություն են ցույց տալի, բայց ի՞նչ է նշանակում, 3/4-ը ավելի քիչ փող է ստանում։ Այսինքն այդ 300,000-ը խափող մոլորեցնող թիվ է։ Ես այնց ուզել եմ օրինակ մեդիան արժեքը, մոդա արժեքը, ծրվածությունն եմ ուզել։ Եթե ՊԵԿ-ը ասում է դենց 100 տարի մնա չի հետաքրքրում, ապա աշխատանքի նախարարությունը պետք է այդ ամեն ինչը ստորակետից հետո 20 թիվենկոմ ինձ ներկայացնել, չկա այդ վիճակագրությունը։ Հիմա պարոն Խաչատրյան, շատ ապրեք, մի հատ հիմա գալիս եմ մի հատ կետի, հա, հիմա տեսեք, չէ, շատ կարևոր առանցքային։ Մենք ու պետք է մեր ժողովրդին լավ ճանաչենք, լավ հասկանանք իր մտածելակերպը, եւ ինքն էլ առաջ նայենք, թե ասենք թե մի 4 ամիս հետո, 6 ամիս հետո։ Տեսեք, 400,000 մարդ կամ ավել հիմա նույնիսկ եթե 800,000-ն ենք նշակետ ընտրել։ Եղբայր 700 քանի հազարը 3/4 հեսկում է գալի, այսինքն 500,000-ը մոտավորապես ավելի քիչ է ստանում, կեսից քիչ է ստանում։ Հիմա նայեք, ահա։ Հիմա եթե ստանում են 300,000 թիվը ինքը խափող թիվ է։ Հիմա, ասինքն այդ գումարը եթե մենք բաժանում ենք 30 օրվա, ասես պայմանական, օրը 10,000 դրամ։ Ահա, հիմա մի հատ ուզում հաշ։ Օրը 10,000 դրամով այսօր շինարարությունում Իսկ հնդիկը հիմա չի աշխատում, ավելի մեծ է ուզում։ Հայ բանվորները շինա, սենց է միտքը, սրա մաս մի հատ գամ նայեմ, այդ ինչ գործա կասեմ, 15,000 թե 20,000, հա, վերջ։ Այսինքն այս, եթե միջին աշխատավարձը 10,000 դրամ է, որը այսօր 10,000 դրամի գնողունակությունը, այդ պարիզետային ոնց որ չէ, մենք հասկանանք դա ինչ է։ Հիմա չէ, այս բանով, ոնց են ասում, զամբյուղով, այդ ընտրողը մարդը գնալու է 26 թվականին ընտրության։ Հիմա դուք այդ մարդուն լավ հասկանում եք նրա հոգի ինքը ոնց է ալնելու։ Մի հատ եկեք հիմա այս մեր խոսակցությունը կհիշենք, մի հատ էլ հետո կանդրադառնանք այդ մարդը այս 300,000-ով ոնց է ընտրելու ձեր կարծիքով որպես փորձառու քաղաքական գործիչ։ 300,000-ից ավել ես ձեզ ասում, ստանում է 25%-ից քիչ։ Մնացածը դրանից շատ ավելի քիչ են ստանում։ Թե կապ չունի 300-ը թե 400-ը թե ինքա։ Եկեք մի հատ մեխայի։ Ես նայեք, ասում են ուսուցիչն այսքան գումար է ստանում, լավ, իմ հարցնում եմ, լավ, մի հատ դպրոցներ, որտեղ օրինակ այդ ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը 300,000-ը, 400-ը։ Մի հատ դպրոց ասեք։ Մի քանի 100 մարդ է դա երևի։ Հա, այսինքն բարձա չէ, մարդիկ հասկանում են, որ իրանք մի քանի հատ այսենց անուն են բերում, Պետրոս Պողոսի Փիլիպոսյանը, չէ, մարդը ինչ է անում, ասկան ինքը նայում ես, չէ, որ չկա այդ ամեն ինչը։ Ուսուցիչի ինչքան է ստանում։ Զինվորական ինչքան է ստանում։ Պարոն Խաչատրյան, հստակ հարցադրում եմ անում, եկեք ցենց գործընկերային բանով գնահատենք։ Հասկանալի է, որ այդ միջին աշխատավարձը այսօր մարդուն երջանիկ չի դարձնում, այդ հաշվի առնելով նրա պարիզետային զամբյուղի տարողունակությունը եւ ինքը այդ միջին աշխատավարձով տարողունակությամբ գնում է ընտրության։ Սա մեկ եւ երկրորդ 490,000 աշխատանքային կես հա թոշակառու, չգիտեմ 90 քանի հազար, ուրեմն 600,000-ի մոտ էլ թոշակառու։ Ուրեմն նվազագույն թոշակ 36,000, միջին թոշակ 50,000, 52,000, սպառողական զամբյուղ 82,000, ոչ թե պարենայինը, սպառողական նվա։ Հիմա այս ամբողջ այս
թվականակը վիճակագրան վերցնելով գնալու ենք ընտրության։ Մարդը ո՞նց է ընտրելու։ Դե ես ձեզ եմ ասում, ոնց է ընտրելուն կարող ենք ասել այսքան կարող ենք դա այդ հարցին պատասխանել հետ նայելով, որտեվ ինչ որ մի հատ խարիսխ պետք է ունենանք, որ մեր դատողությունը դրանով դրա վրա խարսխենք, չէ։ Ես ձեզ ասում եմ, Գյումրիում պարտվել են, Վանաձորում պարտվել են, Բերդում պարտվել են, Կապանում պարտվել են, Գորիսում պարտվել են, Վարդենիսում պարտվել են, Փարաքարում պարտվել են։ Բայց դե ագին տեղերել հաղթել են էլի։ Հա, բայց վերջի ընտրությունները նայեք, տեսնեք, որ իրանք պարտում են։ Երևանի ընտրություններն նայեք, չէ, Երևանի քաղաքապետը, Երևանի բնակիչների 9% նստացան։ Շատ բարի։ Հիմա Այսինքն, որpիսի մենք իրական պատկերը տեսնենք իրանց աջակցության, ես ուղղակի կոչ եմ անում մեր հայրենակիցներին ընտրություններին գնալ մասնակցելու։ Շատ բարի։ Հիմա ես այս վերջին ժամանակներում այդ թեզնել եմ առաջ տանում։ Տեսեք, նույն Էջմիածնի մասին խոսեցիք, կարծեմ 42 թե 45%-ն է գնացել ընտրության, ընտրողների։ Հիմա տեսեք, եթե մենք վերցնենք համապետական ապագա ընտրություններին, որ պետքա գնան ընտրության, մի բանա որ մասնակցի 1.3 միլիոն մարդ, ոնց որ 20, մի բանա մասնակցի 1.7, 1.8 միլիոն։ Մի բանա որ 700,000 մասնակից։ Ահա, հիմա այս ոնց անենք, որ պարոն Խաչատրյան, ես բոլորին այդ հարցը տալիս եմ, կարճ պատասխան եմ ակնկալում, որ մեր քաղաքացին լիովին գիտակցի կամ խորությամբ գիտակցի, որ իր ապագա կերտողը ինքն է, ոչ թե ասում են, չէ, մեծ բանակ անտարբերներ։ Դե դրանք ոչ էլ անտարբեր են, նրանք ամեն ինչ իր գինը ունի։ Այսինքն ոնց անենք, որ գնա եւ ասենք, որ այդ ձեր ասածը չլինի, որ Երևանի ընտրությունների 9%-ն է, այլ 1.8 միլիոն գնացել է եւ սա է իշխանությունը կամ սա է անդիմությունը, արդար բաշխված ձայներ են, որ տեղատեղ բանալին ոնց գնան ընտրության։ Ստեղ ուղղակի պետք է Այս իշխանություններն ինչ են արել, չէ, իրանք ամբողջովին ժողովրդին օտարել են պետությունից, խոսում են մենք ժողովրդի ծոցից ենք դուրս եկել, ժողովուրդը մեզ լեգիտիմություն է տվել եւ այլն, Գեբելսյան ոճով անընդհատ ժողովուրդ են արել, բայց ընտրություններին մասնակցությունը ցույց է տալիս, որ ժողովրդը մեծ մասը իրան օտարված ազգում պետությունից, հույս ամեն ինչը հետ կտրել է։ Այսինքն գնա չգնա, ասում է որոշված է։ Ասում է մեկ այս ամեն ինչը որոշված է, այդ ջրաղացին ջուրը գալիս է Հանրապետության հրապարակից։ Որ մեկ ամի գնացեք, սա լուծված է, այս իշխանությունը չի ընդունում։ Նախիններում էլ է տենց մտայնություն եղել։ Հասկացա, դա պետքա փոխել։ Այսինքն չի կարող երկիրը կոչի ժողովրդավարական, թե գոնե մի անգամ ընտրությունները տեխնոլոգիան չգիտենք ոնց անենք, որ փոխվի։ Հիմա դե դրա մասին եմ ուզում խոսել։ Այսինքն մենք մեր հայրենակիցներին ինչ եմ կոչանում, ժողովուրդ։ Եթե ես գնում եմ խանութ եւ պետքա գնեմ ինչ որ մի ապրանք, ես չեմ գնում, չէ, իմ երազանքների ապրանքը գնելու, կարող եմ երազանքների գրիչը լրիվ ուրիշ ձևի է, բայց ես եղածների մեջից եմ ամենալավը ընտրում։ Ես հասկանում եմ, որ իդեալական ոչ մի բան չի լինում։ Տեսեք, ով ինչ է արել, ում նկատմամբ ավելի հավատ ունեք եւ դրանց մեջից ընտրեք։ Այդ եղածից կա նաև ավելի արմատական տարբերակը, չէ, քաղաքական կուսակցություններն ինչպես են ստեղծել։ Դաշնակցությունը, որ ստեղծվեց, կա ռամկավար կուսակցություն, հնչակյան, ժամանակ արմենական կուսակցություն, հնչակյան կուսակցություն։ Դե սա որ չէ, այս մարդիկ sense մի բան են անում, իմ դուրը չի գալի, նորն է ստեղծում։ Լավ, կարող են նաև նախաձեռնություն ցուցաբերել։ Իրանք ինչ որ մի բան փորձեն անել։ Բայց այս ձեռքերը լվանալ քաշվել մի կողմ, որտեվ դուք ինչ գրեցիք, չէ, ես ինչա, օրինակ 700,000 մարդ, օրինակ գնաց, 1 միլիոն մարդ գնաց մասնակցել։ Վարչական ռեսուրսներով եւ ինչ որ հավատարիմ զանգվածով ինչ որ մի չափ կա։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը ունի 400,000 ձայն։ Թիվ եմ ասում հիմա, թիվ է էլի։ 500,000 ձայն։ Հիմա եթե մասնակցի 1 միլիոն մարդ, այդ 40% այդ արդեն 50% է։ Եթե 1.5։ Եթե 1.5 մասնակցի, դա արդեն 1/3-ն է։ Այսինքն դա իրան ցածր մասնակցությունը, իրան հնարավորություն կտա իր վարչական ռեսուրսը դարձնել հաղթաթուղթ։ Դա պետքա չեզոքացնել։ Պարոն Խաչատրյան, հիմա մենք մի հատ ավելի այսպիսի մի հարց մակրո, այս մակարդակի տեսեք։ Հայաստանում իսկապես մեծածավալ ներդրումներ չկան։ Դա ակնհայտ է։ Արտահոսք ունենք ներդրում։ Ուղղակի արտահայտորերական ներդրումների արտահոսք։ Այո, հիմա մենք բոլորս էլ մասնագետներ ենք, տնտեսագետներ ենք, լավ հասկանում ենք, մեզ որ տարեկան պետքա գոնե մի 2-3 միլիարդ ուղակի ներդրումներ, չեմ էլ ասում է պորտֆելային, որ ինչ որ բաժնետում սառնեն, հա, չէ։ Հիմա սա ոնց որ դարելա sense մի հատ հերավոր, sense ինչ որ մի բան երազանք, որ այդ ներդրումները չեն գալիս։ Նու ես հերո եմ իհարկե sense ինչ որ երազանքների դաշտից բաներ ասելու, ընդունենք
դուք ունեք բոլոր լծակները անձամբ, քանի որ նաև փորձառու մարդ եք, մարզպետ եք աշխատել, նախարար եք աշխատել, падգամավոր եք եղել, քաղաքական փորձառություն ունեք ի վերջո։ Մի քանի կարևորագույն քայլեր ընդունենք նաև ունեք քաղաքական լուրջ հենարան մեր հանրապետությունում, որ խնդրում եմ դուք ձեր մոտեցումները ասեք, առաջին մի քանի քայլերը, որոնք կլինեն, կարևոր չի քաղաքական, տնտեսական, որ մենք այդ երկիրը դառնա գրավիչ եւ այդ մի քանի միլիարդը արագ սկսեն հոսել։ Առաջինը օրենքի գերակայությունն է։ Տեսեք, մենք խոսում ենք ներդրումների մասին։ Հիմա Ամուլսարը երբ էր կամ Լիդիանը երբ էր դիմել գործունեության լիցենզիա ստանալու համար։ 17-18 թվականից, լավ, մի քանի տարի առաջ, հիմա կոնկրետ թիվը չեմ հիշում։ Երբ իրանք լիցենզիա ստացան, երբ թույլտվություն ստացան։ Երբ բաժնեմասերի մի մասը, բաժնետոմսերի նվիրաբերվեց կառավարությանը կամ Տելեկոմում, չէ, երկու ասկան Արմենթելի վաճառքը, չէ, ձգվեց, հետո եղավ բաժնետոմսերի նվիրատվություն կառավարությանը եւ այդ գործարքին երկրորդ անգամ արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլտվություն տվեց։ Տենց չի լինում։ Մնացածները այդ ամեն ինչը տեսնում են։ Այո, եւ փաստորեն հստակ խաղի կանոնների պահպանում։ 1 օրենքի Այսինքն տեսեք, լինելով ձախակողմյան քաղաքատնտեսական ուղղության կրող, այո, մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ունենա տնտեսության աճում ակտիվ դերակատարություն, որովհետև շուկայական ձախողումները ակներև են, շատ են թե ռազմավարական նշանակություն ունեցող բնակավարներում, թե ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական կենտրոններում, օրինակ Սամանամերձ գոտի, Սյունիք, Տավուշ եւ այլն։ Իսկ պետությունը պետք է միջամտի, պետությունը կարող է ինքը ձերք բերի բաժնեմաս, պետությունը կարող է ինքը ստեղծի, հետո օտարի, պետք է, այո, բայց գնալ ասել, գիտես, կարող է չնել ասել։ Զանգեզուրի պանզամոլիբդենային կոմբինատը ուրեմն կապույտ եզրագծով սկուտեղի վրա բաժնեմաս նվիրի, դե կներեք էլի։ Մյուս խնդիրը, սա 1, ուրեմն օրենքի գերակայություն։ Այո, երկրորդ խնդիրը վերաբերվում է գերակա բնակավարներում պետության ակտիվ դերակատարությանը։ Այսինքն, որ բնակավարն է կառավարությունը համարում գերակա նշանակություն ունեցող, որտեղ օգտագործելով ավելի փորթերյան լեզուն, որտեղ է քո մրցակցային առավելությունը քո հակառակորդների նկատմամբ։ Այդ բնակավարում դու ինչ ես անում։ Զուտ пассив կերպով հարկերից ազատումը կամ ցածր հարկերի իջեցումը ինքը մեծ արդյունավետություն չունի։ Այսինքն խոսքը էկոսիստեմայի զարգացումն է։ Այդ ամբողջից ասկնեն երեխայից, որը գնում է դպրոց, մինչև այն գիտնականը, ինժեները, որը աշխատում է, իրան պետությունը ինչ է անում։ Չէ՞ կա այսպես կոչված ուղղաթիռային փող, եւ դու ուղղակի կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկություններին օգնում ես։ Հիմա սիլիկոնային չէ, աստծո ուղղակի սիլիկոն չի այդ անտերը, սիլիցիում է, բայց լավ, ասում են սիլիկոնյան հովիտ։ Այդ սիլիցիումային հովիտում Սան Ֆրանցիսկոյում, որ պետությունը այդքան աջակցում է, հով աջակցություն ստանում է, չի հաջողում։ Բայց ներողություն, դուք ասացիք սիլիցիում, մի բան հիշեցի, հիշում եմ տարիներ առաջ, որ Արարատի մարզը հենց Արարատ բնակավայրի մոտ մեծ պրոյեկտ կար $1 միլիարդ ավել ներդրում սիլիցիումի գործարան կառուցելու եւ հողի նշանակությունը, չգիտեմ, քանի տարի չէր փոխվում։ Հիմա արդյունքում ինչ ստացվեց։ Արդյունքում ստացվեց, որ այդ ներդրումների պաշտպանության կամ խթանման ինստիտուտը անունը դնեմ 1 պատուհան, թե չգիտեմ անունը ուզում եք դնեք 2 պատուհան, չի գործում ըստ էս։ Միջև մենք չունենք դա։ Այսինքն ներդրումների պաշտպանության եւ ներդրումային ծրագրերի, տենց ասենք։ Այդ ճիշտ ասած տեղյակ չեմ, գիտեմ, որ քարի եւ սիլիկատների ինստիտուտ կար, բայց իհարկե խնդիրն ինչ թե լավ է։ Չէ, քարի եւ սիլիկատների։ Գիտեմ ինչ մասն։ Քարի սիլիկատների ինստիտուտը ներողություն, դա այդ Ավանի վրայի այդ շենքը, դա էլ ալուր սա գիտեմ, նա չգիտեմ։ Չէ, քարի սիլիկատների ինստիտուտը։ Բայց իհարկե դա համար եմ ասում, այսքան գործուն մեխանիզմ պետք է լինի։ Այս ինչ որ ասում եմ, ըստ առաջնահերթության չի, էլի ուղղակի նշում եմ։ Մյուսը անվտանգությունը։ Դու ինչքան էլ դհոլ զուրնա ասես Հայաստանում խաղաղություն, Հայաստանում խաղաղությունը, թշնամու զորքերը
Քո երկրի տարածքի Իսկ հիմա դա դե առաջինը ասենք։ Հա, ուղղակի հա, տեղերը կապ չունի, հա։ ոնց եմ ասում, տնտեսականից եմ սկսում, հետո գալիս եմ քաղաքական։ Մյուսը ասկն թշնամու զորքերը քո տարածքում են։ Ինչ ուզում ես ասա, մարդուն սկսում բանա սոխակին հեքիաթներով չես կերակրի։ Մարդը տեսնում որ քո թշնամու զորքերը քո երկրի տարածքում են։ Տեսնում է որ թշնամին միտք չունի քեզ ապաշրջափակին, քեզանից պարտադրում է ինչ որ բան, քեզ փոխարեն, ասկն քեզնից պահանջում է միջանցք դու խոստովանել ես, քեզ փոխարենը ինչ որ տրանզիտի իրավունք է տալիս, անընդհատ միջամտում է քո երկրի ներքին գործերին, պահանջում է սահմանադրության Շատ բարի, պարոն Խաչատրյան, էլի ունեք այս շարքում լրացնում։ Մյուս խնդիրը էս կոռուպցիան, որ սրանք ասում են կոռուպցիա չկա, կոռուպցիա չկա, կոռուպցիա չկա, շուտ կներեք էլի ոնց թե կոռուպցիա չկա։ Այսինքն եթե կառավարությունը գաղտնի որոշումով ինչ որ ՀԿ-ի ասես կլորի գումար է հատկացրել, դա կոռուպցիա չի։ Վերջապես ես հասկանում եմ, որ այս մարդիկ մեծ հեքիաթասացներ են եւ կարող են տձև, տկլոր ինչ որ մեկին ներկայացնել որպես ճաշակով հագնված մի հրաշք պատանի, խարտյաշ, բայց բոլորը այդ ստերին չեն հետևում։ Պարոն Խաչատրյան, տեսեք, մեր հաղորդումը արդեն մոտենում է իր ավարտին, բայց որ ասացիք քարի եւ սիլիկատների սյուտ, հիմա գայթակղությունս որտեւ այդ քաջածանոթ եմ եղել։ Տեսեք, Հայաստանը խորհրդային տարիներից սկսած, սա հետարքիր ինֆորմացիա է, նաեւ մեր շտադիտողներին կհետարքրի, դա հիմա էլ կոչվում է քարերի երկիր։ Քարը մեր հարստությունն է։ Քար, բնական քարանյութեր։ Չեմ թվարկում տուֆից սկսած։ Եվ Հայաստանում այդ տարիներին կային արտադրության կազմակերպման հիմնարար 3 գործոնները։ Առաջինը դա հումքանյութական արժեքներն է։ Տուֆը իմիջայլոց միայն Հայաստանում կա եւ կա հեռավոր արևելքում, որտեղ բազմամյա սառացություն է, այնտեղ չեն կարող արդյունանել։ Երկրորդը տեխնիկա-տեխնոլոգիական բազան, դա Գյումրիի Ստրոմ մաշինա, դուք եք քաջածանոթ գործարաններ, քարհատներ, քարհատներ։ Եվ երրորդը շատ կարևոր ձեր ասած քարի եւ սիլիկատների գիտահետական ինստիտուտն էր, որտեղ 200-ից ավելի տեխնոլոգիաներ կար, քարից տարբեր արտադրանքներ ստեղծելու։ Կար հայկական պերլիտը, փքվող պերլիտ, որից բյուրեղապակու են բաժակներ եւ այլն, այսինքն մենք կորցրել ենք, հա, ոսկեքը, մենք կորցրել ենք դա, այսինքն լինելով քարերի երկիր, հարուստ, ուրեմն հարստություն ունեցող երկիր, մենք չենք կարողանում քարի ինդուստրիան զարգացնել։ Դա համար եմ ասում, այսինքն դու պետք է տեսնես որն է քո մրցակցային առավելությունը, եւ սկսես եւ ստեղծես այն էկոսիստեման, որ հնարավորություն կտա այդ քո մրցակցային առավելությունը զարգացնել։ Հիմա որն է այս տնտեսություն, իրանց սարքած տնտեսությունն ինչ է։ Ռուսաստանի դեմ սանկցիաներ էին կիրառում, ոսկին բերում էին Ռուսաստանից, այդտեղ ինչ որ բարիեսիմ ինչ որ ինչ էին անում, արտանում էին Արաբական Էմիրատներ։ Եվ հակառակը մոբայլ պրոդուկցիան գալիս է։ Այսինքն Հայաստան բերում էին բջջային հեռախոս արտանվում էր Ռուսաստան։ Հիմա դա վերջացավ հիմնականում։ Բայց մենակ դա չի խոսք, այսինքն այս մարտիկ 23 թվականին, որ նայում ես ուրեմն արդյունաբերությունը բնեղեն արտահայտությամբ, ուրեմն ոսկերչական ապրանքները 23-ու 6 անգամ աճել են։ Որտեղից այդքան ոսկերիչ, որտեղից այդքան ոսկերչական, հաստոց որ դու 23-ու 6 անգամ տրաքացնես թիվը։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն կոնստրուկտիվ քննարկման համար եւ վերջում ես ինչ եմ ուզում ասեմ, քանի որ մենք ի վերջո 26 թվականի մեզ եւ ձեզ հայտնի քաղաքական միջոցառմանն ենք մասնակցելու։ Նու կմասնակցենք թե չէ կյանքը ցույց կտա, բայց պետքա որ մասնակցենք, որտեւ իրավունք չունենք կողքի կանգնելու, բայց ես հետեւյալն եմ ուզում ասեմ, եկեք ընդունենք, որ ժողովրդի ընտրությունը պետքա ողջունել։ Ում որ ժողովուրդը կընտրի, դա է ապագայի համար։ Հիմա ուղղակի ես ինչի շեշտադրում արեցի, որ այս ժողովրդի աչքերով նայենք, տեսնենք ժողովուրդը ինչ է մտածում, այս բաները չեն կատարվել, ինչ որ բաներ էլ կատարվել են եւ ինքը պետքա համադրության մեջ դնի։ Խոսել, որ այս ինչ է անտարբերների բանակ ունենք մենք, դա նորմալ չի։ Դրա համար քաղաքական ուժերի հիմնական գործերից մեկն է, որ ինքը տեղ հասցնի իր մտքերը, տեղ հասցնի ճիշտ մատուցի, ժողովրդի հետ խոսի ժողովրդի լեզվով, ոչ թե վերամբարձ ակադեմիական ոճով ինչ որ բաներ ասենք ժողովուրդը չի հասկանում։ Այդ դեպքում իսկ դա հեշտ աշխատանք չի։ Դա պահանջում է ամենօրյա տքնաջան աշխատանք, այնպես որ ես կարծում եմ, այն որ ասում են հետարքիրը դեռ արժևում է, առաջիկա 26 թվականին սպասենք։ Համաձայն եմ, ժողովրդին մեղադրել երբեք չի կարելի։ Ոչ, դա ամենահեշտն է,
Այն ինչ որ օրինակ այսօրվա իշխանություններն էին ասում, չէ, եթե մենք մի բան վատ ենք անում ժողովրդն ամեղարը, որտեղ մեզ ինքն է ընտրել, քան մեղքը գցում են ժողովրդի գրպանը, եւ այո, պետք է ուղղակի խոսել եւ ասել, սիրելի հայրենակիցներ, էս են ձեզ խոստացել, էս ունենք, խոստացել են երջանկություն, եթե դուք երջանիկ եք, Աստված ձեր հետ, ուրեմն երջանիկ եք, խոստացել էին սա, խոստացել էին սա, խոստացել էին սա, արել են, չեն արել, այս կողքիդ հարևանը, որը ժամանակին ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը եւ ով էր հեղափոխությունից հետո նա ինքը ինչ կոստյում է հագնում դու ինչ ես հագնում եւ արժանի որոշում կա դուք հիշեցիք Պանիկովսկուն ես էլ որ դուք ասացիք երջանկությունը ես էլ հիշեցի երջանկության մեխանիկա ֆիլմը այնտեղ էլ են տաղանդաշ շատ մեր դերասանները խաղում շնորհակալություն պարոն Խաչատրյան սիրելի հայրենակիցներ կհանդիպենք հաջորդ շաբաթ